Լրատվական ռադիոն եւ մարքեթինգի հայկական ասոցիացիան ներկայացնում են հաղորդում այն մասին, թե ինչպես են մեզ ստիպում փող ծախսել ճիշտ վաճառքի բանաձևով դեպի հաջողակ բիզնես։ Էստի համեցեք երկուշաբթի 14:20 եւ երեքշաբթի 9:30։ Հարգելի ռադիո լսողներ եւ դիտողներ, տեղեկացնում ենք, որ շուտով մեր հաղորդումների մի մասը հասանելի կլինի բաժանորդագրությամբ։ Առանց բաժանորդագրության լսեք մեր հաղորդումները FM 106 եւ 5 հաճախականությամբ եւ դիտեք լրատվական TV կայքում։ Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում էստի համեցեկը, բարև ձեզ։ Ես Սաթեն Միքայելյանն եմ, տաղավարում եմ հաղորդման հեղինակի մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանի հետ, ողջույն։ Բարև ձեզ։ Մենք ունենք նոր կառավարություն արդեն 1 ամսից ավելի։ Կարծես թե բոլոր ասպեկտներով գործունեության բոլոր ոլորտները տարբեր հաղորդումների շրջանակում քննարկել ենք։ Այս հաղորդման շրջանակում մենք կխոսենք վարչապետի եւ իր ստեղծած կառուցած այսպես նոր թիմի իմիջի մասին ու նաեւ որպես մենեջեր, որպես իր մենեջմենթը, այսինքն մեր հաղորդման այսպես կառավարության գործելավոճի մասին, որպես քաղաքական այսպես հետաքրքիր իմիջ ու կերպար։ Այն հետեւյալ հարցից սկսենք, մենք էլի առիթ ունեցել ենք խոսելու քաղաքական գործիչների մեր հայրենի քաղաքական գործիչների կերպարների մասին ու միշտ փաստել ենք մի բան, որ չկա այդ գրագետ կերպարի ձևավորումը, այն քաղաքական PR իր դասական տարբերակով, որը օրինակ գործում է արևմուտքում եւ այլն, ու որպես այդպեսին չկա թիմ այս կամ այն քաղաքական գործչի մեջքին գործող, որը կձևավորեր այդ ճիշտ քաղաքական կերպարն ու իմիջը։ Քո տպավորությամբ այս դեպքում դեռ վարչապետից ենք խոսում, հետո արդեն ամբողջական կառավարությունից կա այստեղ թիմ աշխատող։ Դե անձնական խարիզմայի վրա։ Եթե խոսում ենք որպես image maker-ի մասին, կարծում եմ, որ եւ վարչապետը եւ որոշ նախարարներ կարող են լինել իրենց image maker-ները, որովհետեւ այս այնգեբ մենք տեսնում ենք որոշակի դրական ասած արդյունքներ։ Դրական արդյունքներ, բայց ես չեմ կարող ասել, որ նրանց այդ աշխատանքը image maker-ների հետ կապված են զուտ վարչապետ նշանակվելու կամ նախարար նշանակվելու, այսպես նշանակվելուց հետո։ Շատ հնարավոր է, որ նրանք միջև այդ էլ որոշակի ժամանակահատվածում դիմել են որոշակի image maker-ներին եւ գիտեն որոշակի կանոններ, թե ոնց է պետք է ներկայանալ, որտեղ ոնց է պետք ներկայանալ, ինչ է պետք խոսել, ոնց է պետք խոսել, որպեսզի թիրախը ընկալի իրենց այսինքն պոզիտիվ տիրույթում։ Այո, դեռ շատ բան չենք տեսել, բայց այն ինչ որ նկատելի է դարել էս վերջին 1 ամսվա ընթացքում, թույլ է տալի ասել, որ գոնե այդ անձնավորությունները որոշակի թրծված են եւ պատրաստվածություն ունեն։ Ես չեմ կարող ասել, որ նրանք քաղաքական ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունեն, եթե վարչապետի մասով կարող ենք ասել որոշակի նա ունի փորձառություն, որովհետեւ որոշ ժամանակ նա աշխատել է քաղաքապետ եւ որոշ այսպես փորձառություն ձեռք բերել է, ապա եթե մենք նայում ենք նախարարներին, որոշ նախարարներ նրանք ընդհանրապես քաղաքականությունից հեռու մարդիկ են, նրանք մեծամասամբ հաջող գործարարներ են, բարձր այսպես օղակների մենեջերներ են եղել եւ չեմ կարող ասել, որ նրանք եղել են քաղաքականության մեջ, չնայած կարող է այս կամ այն կերպ որոշակի ինչ որ ձևով ինտեգրված են եղել, չեմ կարող փաստել կամ վստահ ասել։ Ինչևիցե մենք տենում ենք շատ տարբերող պատկեր, համեմատած նախորդ, ոչ թե նախորդ կառավարություն, այլ նախորդ կառավարությունների հետ։ Նախ եթե նայում ենք նախարարներին, եթե ուշադրություն դարձնում թե ովքեր են նրանք կրկնեմ շատ հաջողակ գործարարներ են կամ խոշոր ընկերությունների ղեկավարներ են, ինչը ենթադրում էր եւ այդպես էլ կա, նայելով նրանց այս հրապարակված հայտարարագրերը, նրանք բավականին ունևոր, անձնավորություններ, ժողովրդի աչքերը կուշտ է եւ կարծում եմ պարոն Կարապետյանը բացի անձնական այդ ծանոթությունները, որ մարդը ճանաչում էր իրենց որպես մենեջեր, նաև դա է այդ ֆակտորն հաշվի առը, որ մարդիկ հնարավորինս զերծ մնան կոռուպցիոն որոշակի դրսևորումներից, դե մենք գիտենք, որ նախկին բոլոր կառավարությունները միշտ այդպես պարուրված են եղել այդ օթից կախված խոսակցություններով, թե այս կամ այն նախարարը ունի բիզնեսներ, ունի թաքնված բիզնես կամ ունի, չգիտեմ, կոռուպցիոն ինչ-որ սխեմաներ, օֆշորներ եւ այլն եւ այլն։ Այսինքն այս պարագայում գոնե
կա ենթադրություն, որ այս մարդիկ փորձեն զերծ մնալ այդ կոռուպցիոն ռիսկերից եւ բացի դրանից նրանք ունեն կառավարման, էֆեկտիվ կառավարման փորձառություն։ Իհարկե, այդ էֆեկտիվ կառավարմանը, երբ մենք խոսում ենք, դա բիզնես ոլորտի մասին է, որը չի կարելի նույնականացնել պետական հատվածի հետ, որովհետեւ պետական հատվածը նամանավանդ մեր մոտ հայտնի է որպես ոչ արդյունավետ գործող ծանրաքարշ եւ ծանրաշարժ մի, եթե կարելի է այդպես ասել, ճակերտներով ես կասեի, օրգանիզմի։ Հիմա խնդիր ունեն դա դարձնել ճկուն բիզնես, հիմա որում այդ տեսնում եք քայլերը, որ լինում են որոշակի օպտիմալացում, վարչապետի ասածով նրանք փորձում են իրերը կոչել իրենց անունով, հա, կամ նախարարությունները անվանափոխվել այնպես, ինչի համար են նրանք միտված, եւ բացի նրանից տեսնում եք օպտիմալացում, այդ հարյուրավոր ծիգեր, ՓԲ-ներ, պոակներ, որոնք որ գործում են տարբեր նախարարությունների շրջանակներում, որոնց մասին եթե դու ուզում ես իմանաս, շատ դժվարությամբ, շատ փորփրելով իրանց վեբկայքը կամ կառուցվածքը նայելով, տեսնում ես, որ ինչ որ նախարարություն ունի մի 5 հատ պոակ, մի 6 հատ ծիգ է գործում նախարարությունում, ինչով են զբաղվում, չես կարող պատկերացնել, բայց որ այնտեղ կան բավական մեծ պոակներում եւ ծիգերում շրջանառվում են բավական մեծ գումարը, ինչը նաեւ կոռուպցիոն ռիսկերի, այսպես ասած, գոյացման, այսպես ասած, գործոն է հանդիսանում, այն որ մենք հիմա տենում ենք օպտիմալացում, այսինքն գործառույթների միացում միտեղ, այսինքն եթե նույն բանը նախարարությունում 3 ստորաբաժանում անում, գոնե մեկը անի։ Եթե հնարավոր է տարբեր նախարարություններ որոշի գործառույթ միավորել եւ իրականացնել ավելի մասնագիտորեն, միավորեն եւ իրականացնել, այսինքն այն ինչ որ հայտարարում է վարչապետը տարբեր ելույթների ժամանակ, խոսում է քայլերի մասին, որոնք որ գնալու են այդ ուղղությամբ։ Որքանով կհաջողվի նրան դա իրականացնել այս գոնե 6 ամսվա ընթացքում, որքանով չէ, դա ցույց կտա, այսպես ասած, մարտին հրապարակված ինձ այդ 100 օրվա ամփոփումը, հա, կամ մարտին է կարծեմ դրանում փետրվար։ Ոնց որ օպտիմալացումը այն երկու կարևոր կետերից էր, որը ամենաառաջի օրվանից լսում ենք Կարեն Կարապետյանի ամենատարբեր ելույթներում ու խոսքում, հա, իսկապես այն երկու կարմիր թելեր կար։ Մեկը դա է, մյուսը շատ ավելի քիչ ուրիշ բնույթի, պաշտոնյաների կեցվածքի, պաշտոնյաների, այսպես անձնական որակների մասին է խոսքը գնում, որ իսկապես պետք է այդ հասարակական ընկալումը փոխվի պաշտոնյաների մասին, իրենք պետք է մի քիչ իրենց կերպարը փոխեն, հա։ Ինչի մասին է դա խոսում։ Այդ երկու կետը։ Ես կարծում եմ առաջինը դա նա է, որ մեր հասարակությունը բոլոր նախորդ կառավարություններից միշտ դժգոհ էր, խոսում են կառավարություն, դա չէր նշանակում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան, նախկին վարչապետ ով էր իրենց առաջ։ Տիգրան Սարգսյան։ Հա, Տիգրան Սարգսյան եւ իրենց թիմը։ Հա, պետք չի միայն մեղքետնել Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի վրա։ Նրանք ունեին կառավարությունում աշխատում էին նախարարներ, փոխնախարարներ, որոնք ունեին գործառույթներ եւ մեկի կամ մյուսի վատ կամ լավ աշխատանքը անշուշտ անդրադառնում էր ընդհանուր կառավարության գաղափարի իմիջի վրա եւ քանի որ կրկնեմ նախորդ երկու կառավարությունները գրեթե մշտապես ունեցել են բավականին ցածր գնահատական մեր չափումներով դրանք չէին գերազանցում 20-30%-ը, հա, որ դրա որոշ չափով դրական էին գնահատվում, մոտ 70%-ը մշտապես դժգոհ է եղել կառավարության նախորդ 2-3 կառավարությունների աշխատանքից։ Նախորդ 2-ը կարող եմ հստակ ասել, որ մենք չափել ենք։ Հա։ Հիմա մենք տեսնում ենք, հիմա մեր հասարակությունը կարծում եմ կտեսնի լիովին տարբերվող, գոնե ֆիզիոնոմիաներ, հա, դեմքեր ըստ վարչապետի հանձնարարության լիովին տարբեր վարվելաձև թե մեդիաների հետ, հա, այսինքն մենք տեսանք առաջի այսպես ասած հրահանգներից նա էր, որ բոլոր նախարարները դուրս գան կենտրոնական մուտքով։ Հա։ Այդ ծպտյալ Դա Հովիկ Աբրահամյանն էլ վերջում ասաց, պաշտոնավարման վերջում։ Ինձ որ մենք եթե հիշում ես, խոսում էինք տարբեր վարչապետների մասին, ես ասացի, որ Հովիկ Աբրահամյանի վարվելաձևը, հա, քաղաքացիների ավելի մարդամոտ էր, քան թե Տիգրան Սարգսյանը։
Մենք հիմա տնում ենք ավելի դրական, այսպես ասած, լիցքեր։ Քանի որ վարկանիշից խոսեցիք, երբ սպասենք նոր կառավարության վարկանիշները։ Այո, Սաթեն ջան, մենք 2 օր արդեն սկսել ենք նոր հետազոտություն ամբողջ Հայաստանով, որի շրջանակներում մենք սովորաբար 6 ամիսի մեկ իրականացնում ենք այդ չափումները, մոնիտորինգ չափումները, մշտադիտարկումները եւ ունենք յուրաքանչյուր 6 ամիսի մեկ մեր քաղաքացիների գնահատական այս կամ այն կառավարության վերաբերյալ եւ կարծում եմ նոյեմբերի վերջ մենք ունենանք արդեն իսկ նոր գնահատականը, արդեն իսկ նոր կառավարության։ Ես կարծում եմ իմ անձնական սպասումներն եմ ասում, էքսպերտները, որ որոշակի դրական կլինեն նախորդի հետ կապված, դա ոչ միայն կապված է կոնկրետ արդեն իսկ արդյունքների հետ, բայց այն մեսիջները, որ հղում է կառավարությունը եւ բավականին արագ է դա արվում, եթե նկատես վերջի 1 շաբաթվա ընթացքում բավականին շատ դրական լիցքեր հաղորդվել, հա, եւ գազի սակագնի վերաբերյալ եւ բոլորը հասկանում են, որ ՀՑԿ-ն այստեղ զուտ հանդես է գալի որպես ֆորմալ, այսպես ասած, մի կառույց, որը որ այն ինչ որ իրեն ասվել է, նա կգտնի հիմնավորում եւ կիճացնի։ Ոնց որ միշտ գտնում էր հիմնավորում եւ թանկացնում էր։ Էստի համեցեք հաղորդաշարն ենք շարունակում լրատվական ռադիոյի եթերում, մենք այսօր խոսում ենք նոր կառավարության եւ վարչապետի գլխավորությամբ նոր կառավարության իմիջի մասին։ Եվ այստեղ հաղորդման նախորդ հատվածին Արամը շատ կարևոր կետ առանձնացրեց, հիմա ուզում եմ այդ թեմայից խոսել, հա, այն շեշտադրումները, որոնք կատարում է վարչապետն ու կառավարությունը։ Դրանք իսկապես յուրաքանչյուրիս վերաբերող հարցեր են։ Եթե սա լիներ, այսպես չգիտեմ, ոչ պետություն, ոչ կառավարություն, գուցե ասենք դա հետաքրքիր լավ մարքեթինգ է, թե քաղաքականության մեջ էլ կարելի է դա այդ ձևակերպումը տալ։ Արդյունքը դեռևս չենք ասում, այսինքն թե ինչ արդյունք կլինի, դա մի կողմ, ուղղակի այն ճիշտ ընտրված թիրախային կետերը, հա, որոնք կվերաբերեն յուրաքանչյուրին, ու ըստ այդմ գուցե այսպես սպասումները էլ ավելի դրական լինեն ու վստահությունը բարձրանա հասարակության։ Չգիտեմ, այսպես տրամաբանեցինք։ Երբ որ մենք ասում ենք, որ տարբերվում են կառավարությունները, այս կառավարությունը շահեկան տարբերվում է։ Շահեկան տարբերվել դեպի վատը, հա։ Շահեկան է տարբերվում։ Իհարկե մենք չենք խոսում արդյունքների մասին, որտեղ ելիմս արդյունքներին մենք զուտ մեսիջներ սխալել կլիներ սпасել մեկ ամսվա մեջ որոշակի արդյունքների, բայց ոտ կուդա մի իդիոմ, հա, որ մենք գնում այն քայլերը, որ իրականացնում է Կարեն Կարապետյանը, չգիտեմ, կարող է դա PR քայլ է, չեմ կարող հիմա դատել։ Գուցե ես դատում եմ ելնելով դրանից, ինչ որ տեսնում եմ, ինչ որ իրականում է։ Կարող եմ ասել, որ այո, նա շատ պրագմատիկ է եւ շատ ակնհայտորեն զգացվում է որտեղից է եկել, որ ոլորտից է եկել Կարեն Կարապետյանը։ Նա հստակ արդյունավետ մենեջերի վարվելա ձև ունի։ Քիչ թղթաբանություն, կոնկրետ արդյունքներ, կոնկրետ գործեր։ Գիշում եք մի քանի առաջի այդ խնդիրը որ եղավ, հա, կառավարության հին կազմի հետ, եթե չեմ սխալվում, թե ինչեր են բերում կառավարության նիստին քննարկելու, հա։ Հեռախոսի հարց, չգիտեմ, այլ հարց, ինչ որ եւ այլ։ Նա ինչ ասեց, նա ասեց, որ կան հարցեր, որը լոկալ մակարդակով կարելի է լուծել, եւ պետք չի աղմուկներ տարբեր կողմի, տարբեր ոլորտի ճղճին, հա, հարցեր բերել եւ դարձնել պետական մակարդակի քննարկվող հարց։ Ես լավ չեմ հիշում, ճղճիմը իր բնորոշումներ, թե հիմա տենց ուղղակի այդպես ձևակերպել։ Ճղճիմը ճիշտ բնորոշումն է։ Հա, լավ։ Եվ լավ բնորոշումներ էլի։ Այո։ Եվ շատ այսինքն ինքը այդ թղթաբանություն, թուլ գրել, ստորագրել, ուրիշ բանա որ կանոնակարգվում են գործողությունները, բայց ուրիշ բանա երբ որ թղթաբանություն 20 հոգի վրա ստորագրի 84 հոգի դրական կարծիք տա, վերջում, ինչպես ինքը ասաց, ոչ մեկ իր պատասխանատվություն չվեկալի։ Ինքը ինչ ասում, ինքը ասում է, մենք քեզ տալիս ենք այդ իրավասությունները, նախարարություն, բայց դու իմացի, որ դու նաև կրում ես պարտավորությունները այդ իրավասության կատարելու կամ չկատարելու հետ կապված, հա։ Այսինքն որ հստակ իմանան սկավո
будет спрос։ Կարճ կապեք, ինչպես ասած, կարճ խոսեք, լակոնիկ։ Ну, նա նախորդ նախարարներ ասում չէ, թե չեմ սխալվում։ Դե կապ չունի, բայց այդ մարդուն է բնորոշում, չէ, էլի պրագմատիզմի դաշտից։ Կոչի, այո, կարծում եմ հասու կլինի բոլորին։ Եվ ես այլ որ այդ խոսում եմ, խոսքը գնում էր այդ քիչ թղթաբանություն, կոնկրետ գործեր, հա, ես հիշեցի մի հատ հայտնի անեկդոտ կա, ոչ եթերային, ասում ամենը նույնն է, հագի թղթաբանությունն ավելացել։ Իմանայք, ես նաև հիշում եմ վարչապետի արձագանքը տարբեր հարցերով հանձնաժողով ստեղծելուն, հա։ Դա բոլորս գիտենք, որ ցանկացած հանձնաժողով իր վերջում հիմնական, չենք 100% դեպքերում, հիմնական դառնում է ճահիճ։ Հա։ 1, 2, 3-րդ քննարկում, 4-րդ քննարկում, հետո մի քիչ հետաձգված 5-րդ քննարկում եւ այլն, բայց արդյունքում որոշակի լուծումներ չեն ստացվում։ Այ մի քանի բառ կա, որ կարելի է բառապաշարից հանել, վարչապետը կարծես թե ճիշտ ճանապարհին է քննարկելը, հանձնաժողով կազմելը, հայեցակարգ գրելը, էլ ինչ կա։ Այդ մի բան է, որը բոլոր ստանդարտ աշխատում է բոլոր այսպես կոնկրետ հարցերի դեպքում, երբ ցանկանում են շրջանցել։ Ես կարծում եմ, որ վարչապետը ձգտում է բոլոր այդ ուղղություններում ունենալ արդյունավետ գործող օղակներ։ Ոչ ուռճացված, որովհետև մենք ունենք երկու խնդիր, հա։ Գերի խնդիր, խնայողություն։ Մեր կառավարման համակարգը, մեր նախարարությունը, պետական հատվածը նման է քամիչի։ Եվ այն ռեսուրսները, որոնք որ ուղղվում են, ես նկատում եմ որպես աշխատավարձներ, որպես չգիտեմ, տեխնիկական միջոցներ, հա, դա կլինի հեռախոսի վարձ, դա կլինի լույսի վարձ, դա կլինի վառելիք, ավտոմեքենաներ եւ այլն, էֆեկտիվությունը օգտագործման, օգեգեն դրա, հա, օգտակար գործողության գործակիցը շատ նվազ է։ Իմ անձնական գնահատականով դա մոտենում է մոտ 50-55%-ի։ Մի քանի անգամ ես մի քիչ փորձում եմ մեղմ լինել, 55%-ի, բայց անգամ եթե այդ 40%-ը այդ բալաստը, որ մենք խոսում ենք, դա խոսում ենք եւ ժամանակային, որովհետեւ եթե մի օղակի մեջ կան 15 հոգի, որոնք որ ինչ-ինչ հարցով զբաղվեն եւ դա դառնում է այսպես ֆուտբոլի գնդակի նման այս կամ այն հարցը քննարկում են այստեղ այս հանձնաժողովում, այն հանձնաժողովում, այս վերադասը, այն ստորադասը եւ այլն, եւ վերջում այդքան էլ արդյունք չեն ստանում, եթե այդ 40% բալաստը, մեղմ ենք ասում, 40% բալաստը մենք կտրում գցում ենք այն կողմ, մենք ստանում ենք ավելի արդյունավետ ժամանակի մեջ իրականացում կառավարում այդ խնդրի, դրական կամ բացասական, դա կարևոր չի, կարող էֆեկտիվությունը բարձրանում է ժամանակային առումով։ Իհարկե, այստեղ մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ այդ ամպուտացիայի ենթարկվող մասը լինի հնարավորինս թերի իրենց մասնագիտական որակներով, Թացը չորիը չխառնեն։ Այո, իսկ այն անկազմը, որը մնում է աշխատել, ունի հնարավորինս լավը եւ պատրաստվածը եւ ձգտում ունեցողը։ Որում ասեմ, այդ 40%-ի աշխատավարձի կեսը կարելի է հատկացնել որպես հավելավճարներ այդ մնացած անձնակազմին, որպեսզի նրանք ավելի արդյունավետ եւ ավելի ձգտող լինեն իրենց պարտականությունները կատարել եւ զերծ մնան, ինչպես դուք եք ասում, կոռուպցիոն ռիսկերից։ Դե դա ոչ միայն ես եմ ասում։ Այս համատեքստում մի միտք դարձյալ կարևոր հիշեցի վարչապետից, որ ասում էր պետք է պետական ոլորտը գայթակղիչ դարձնենք լավ մասնագետների համար, այսինքն բավական դժվար դե բայց պետք է փորձենք, որովհետև ամեն դեպքում ինչքան էլ պետական հատվածը որոշի դառնա այնքան գրավիչ, որ լավ մասնագետները մասնավոր հատվածից լավ մասնագետը ենթադրում է, որ ինքը աշխատում է շատ լավ ընկերությունում, լավ աշխատավարձով։ Հա, իհարկե, հենց այդ մարդկանց շատ դժվար կլինի այդ նման պայմանները ստեղծել պետական հատվածում։ Դա գերխնդիր է։ Դե գոնե դա ցանկության դեպքում չէ ուզենա, որ բոլոր լավ մասնագետները չխոչեին, այսպես ասած, դեպի կառավարություն։ Դա դժվար։ Ուրիշ բան է, որ լինի նաև խնդիր վերապատրաստելու։ Վերապատրաստելու, իհարկե, եթե խոսում ենք վերապատրաստելու մասին, մենք պետք է շատ զգուշ լինենք, որ չխառնենք կովերին կթելու վերաբերյալ վերապատրաստումը,
այլ կոնկրետ պետքական մասնագիտությունների վերապատրաստման հետ։ Ամփոփելով, մեկ բնութագրող հատկանիշ ասացիք 100%-ով համաձայն եմ պրագմատիկը։ Եվս երկուսն է նշեք ու արդեն ամփոփենք։ Որոնք անձնապես բնութագրում են ում եւ վարչապետին եւ կառավարությունը։ Դա պրագմատիզմն է, դա այն է, որ մեր կառավարությունը բաղկացած է մեծամասնությամբ տեխնոկրատներից, կարելի է տեխնոկրատների կառավարություն, որի մասին որ ես ասում եմ 2 տարի առաջ, 3 տարի առաջ որ պետք է գան, տեխնոկրատների կառավարությունը եւ ես մտավախություն ունեմ, որ եւ վարչապետի մոտ եւ նախարարների մոտ կա դեռևս հաշվի առնելով ժամանակահատված ինչքան են նրանք աշխատում, թույլ պատկերացում, որքանով ճահճացած է համակարգը։ Ինչ ասում վատ կամ լավ, ասում ճահճացած է։ Իսկ ամեն շատ ավելի վատ է, քան իրենք պատկերացնում են։ Իրականում ամեն ինչ շատ ավելի դժվար է իրականացվելու, քան նրանք պատկերացնում են, որովհետև միանշանակ միջին օղակներում նրանք հանդիպելու են թաքնված հակադարձություն։ Շատ լավ, այսքանն էր էստի համեցեքի այս թողարկմանը, հարգելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, ինչպես խոստացանք, արդեն երբ հետազոտությունը պատրաստ կլինի, արդեն կոնկրետ թվերով վարկանիշների մասին կխոսենք նոր կառավարության։ Տաղավարում աշխատեց հաղորդման հեղինակը, մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը եւ ես Սաթեն Միքայելյանը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Դուք լսում եք լրատվական ռադիոն։ Մեր երկրի առաջին եւ միակ մասնավոր հասարակական քաղաքական ռադիոկայանը։ Լրատվական ռադիո FM 106.5 Հարգելի ռադիո լսողներ եւ դիտողներ, տեղեկացնում ենք, որ շուտով մեր հաղորդումների մի մասը հասանելի կլինի բաժանորդագրությամբ։ Առանց բաժանորդագրության լսեք մեր հաղորդումները FM 106.5 հաճախականությամբ եւ դիտեք լրատվական TV կայքում։